Բարեկալու Սիվիլնետ տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Մամիջանյան այս հնարավորության համար։ Պարոն Մամիջանյան, հասկանալի պատճառով ձեզ հետ խոսելու ենք Սերժ Սարգսյանի վերջին ծավալուն հարցազրույցից, որը 6 ժամ ու կես, մոտավորապես 7 ժամ էր տևել, եւ նախ մի ընդհանրական հարց. ինչու պարոն Սարգսյանը որոշեց հարցազրույցով հանդես գալ, էնել այդքան ծավալուն, որն էր պատճառը, որտեղ պարբերաբար առիթ ունեցել է խոսել մեդիայի հետ այս ընթացքում։ Տեսեք, դատարանների բակերում արդեն ավանդույթ դարձած բրիֆինգների ընթացքում անդադար տրվում էին հարցեր առաջինը 18 թվականի հետ կապված, որոնք նախագահ Սարգսյանը խոստացել էր համակարգված միաժամանակ մեկ ընդհանրական ինֆորմացիոն առիթով անդրադառնալ, որովհետև դրանք այդպես ոտի վրա պատասխանելու հարցեր չեն մեկ։ Երկրորդ, ինչպես սկզբում ոդկասթի նշվեց, դա ամեն դեպքում դա ոդկաստ էր, ոչ թե հարցազրույց, ինֆորմացիոն առիթը, այսպես ասած, պետք է հանդիսանար 44 օրյա պատերազմի այսպես կոչված քննիչանձնաժողովի զեկույցը, որը այդպես էլ որևէ կերպով չհրապարակվեց, չքննարկվեց, իմիջիայլոց այդ փաստին, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանն անդրադարձել, ասելով, որ ընդդիմությունից 2 հոգի է ծանոթացել գաղտնի բաժնում, օգտագործեմ հնարավորությունը դրան պատասխանելու, դա տրամաբանական է, ես ռազմական գործի մասնագետ չեմ, մեր ֆրակցիայում ռազմական գործով փորձագիտական գիտելիքներ եւ խորացվածություն ունի Տիգրան Աբրահամյանը, ով եւ ծանոթացել է այդ Բայց ձեզ է պետք է որ հետաքրքիր լինի։ Հետաքրքրելու հարցը ինձ դա հետաքրքրում է շատ ավելի շատ վերլուծական մակարդակով, այսինքն եթե ես ինչ-որ բանը կարդալու եմ եւ հարցնելու եմ պարոն Աբրահամյանին, օրինակ սա ինչ է նշանակում, մենք արդեն քննարկել ենք պարոն Աբրահամյանի հետ ու բոլոր հետաքրքրված անձինքով իրավունք ունեն։ Զեկույցը ունի, չեմ կարծում որ միայն ռազմական մասին, քաղաքական հարաբերություններին է վերաբերում, դա հայտարարությունն է, կարող է Անտան Փաշինյանը գրել, հասկացա, փոխանցված է ինձ այդ գիտելիք, բաները, տվյալները պարոն Աբրահամյանը փոխանցել է, կարիք չգտնելու։ Եվ որպես առիթ պիտի ծառայեր այդ զեկույցի հրապարակման շրջանակներում այդ հատուկ նիստը իշխանությունները չարեցին, տարբեր պատճառներով դրա մասին կարելի է երկար խոսել, բայց համենայն դեպս ընտրվեց այս ֆորմատը եւ բավական հաջող էր այդ բաժանումը հատ առ հատ, բլոկ առ բլոկ անցնել տարբեր հատվածներին։ Կարծում եմ էլի հարցեր մնացին, որովհետև նախագահ Սարգսյանի անցած ուղին ենթադրում է ինչքան ինֆորմացիա տալիս է, հավելյալ հարցեր են առաջանում, բայց հանրությանն է եւ ԶԼՄ-ներին խոստում է, որ ինքը բոլոր հարցերին կպատասխանի, այդ թվում նաև ուղարկվող հարցերին նախագահը կատարեց։ Ես հույս ունեմ մեր նախագահները պաշտոնաթող վերջո կկարևորեն անկախ հարթակներում հանդես գալ հարցազրույցներով, որովհետև որ նայում ես, թե ով որտեղ ինչ հարցազրույց է տալիս, համախոհների հետ տեղեկատվական ինտերվենցիաներ են անում։ Պարոն Մալեսյանի ողջ հարգանքով անկախ հարթակ հասկացություն չունի։ Առաջին նախագահ ներողություն, առաջին նախագահ իր Facebook-յան էջով է խոսում հանրության հետ։ Երկրորդ նախագահ իրեն պատկանող կամ չգիտեմ իր հետ աֆիլիացված լրատվամիջոցին է տալիս հարցազրույց։ Երրորդ նախագահը էլի իր հետ աֆիլիացված լրատվամիջոցին կամ գոնե իր հետ համախոհ լրատվամիջոցին է տալիս հարցազրույց։ Մեծ մամլո ասուլիս էր, որին եթե չեմ սխալվում դուք ներկա եք, այո, իսկ դրանից հետո դրանից հետո նախագահը ամենատարբեր առիթներով իսկ ոչ մեկ մեր լրագրողներին չի արգելում դատական նիստերին, իսկ այս իշխանությունները նախագահ Սարգսյանին օր է եղել, որ 3 անգամ լրագրողական հետաքրքրությունից ելնելով ես կարևորում եմ այլ հարթակներում եւս հարցազրույցներ տալու կարևորությունը։ Շատ լավ։ Շատ լավ, հույս ունեմ կփոխանցեք պարոն Սարգսյանին։ Իդեպ հրավիրում ենք ցանկացած պահի պարոն Սարգսյանին մեծ հետաքրքրությամբ այս տաղավարում կամ իր համար ավելի հարմար վայրում անել հարցազրույց։ Ամեն դեպքում հարցազրույցի ժամանակ, որը պարբերաբար փորձել եմ դիտել, որովհետև այդ մեծ ծավալը միանգամից դժվար է նայել, աչքից դառնեց մի խոսելով մի դրվագ, երբ նա խոսում էր 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, իրադարձությունների մասին, Թավշյա հեղափոխության եւ այլն, թե իշխանության ներսում ինչպիսի որոշումներ են կայացվել եւ ինչպես, ասաց հետեւյալը, որ երբ որ ինքը արդեն իշխանությունը փոխանցեց Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանը շանս ուներ պահել այդ իշխանությունը։ Իսկապես կարծում եք, որ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս իր հրաժարականի մասին խոսքով, այսինքն այդ հայտարարությամբ կամ չգիտեմ ժողովրդին ուղղված իր դիմումով, որտեղ ասում է, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, ու հետո իշխանությունը ֆորմալ փոխանցվում է Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանը այդ ուրեմն իրավիճակում
երբ հանրային տրամադրությունները որքան էին շիկացած հիշում եք, ինքը շանս ուներ իշխանություն պահել։ Մի հատ disclaimer-ի պես բան ասեմ։ Այն ամենը, ինչ նախագահը ասել է այդ ոդկասթի ընթացքում եւ դրանից առաջ, դա ենք համարում նախագահ Սարգսյանի ասածները վերջակետ։ Այն ամենը, ինչ հիմա ես կասեմ եւ մենք քննարկենք, իր ասածներից իմ հետևություններն են, որոնք կարող էին անել նուրբ թեմա է, այս ամեն դեպքում է ուղղելու կամ չգիտեմ խմբագրելու Սերսացիան ինֆորմացիա չենք ասելու, այսպես ձեր կարծիքն եք ասելու։ Տեսեք, մենք համատում ենք մի քանի փաստ։ Առաջին, շարժման այդ ժամանակվա այդ իրադարձությունների այդ շարժման նախագծողները, որոնք իմ խորին համոզմամբ առնվազն բոլորը չէին Հայաստանի Հանրապետության սահմաններում, ես իրավունք ունեմ այդպես մտածել։ Շարժումը կառուցել էին խիստ անձնավորված թիրախավորված։ Այսինքն բոլորս ունենք ընկերներ, ովքեր 18 թվականին փողոցում են եղել, եւ եթե նույնիսկ իրենց հարցնենք, ասենք եթե ի սկզբանե շարժումը լիներ ոչ թե մերժիչ տրամաբանությամբ եւ անձնավորում, այլ եկեք Փաշինյանին սարքենք վարչապետ, ամենայն հավանականությամբ այդ ամենը չէր ստացվի։ Այսինքն դրույթ համար 1 շարժումը խիստ անձնավորված էր նախագահ Սարգսյանի դեմ առնվազն քարոզչական մակարդակով, սա առաջին։ Երկրորդ, նույն հարցազրույցի ժամանակ նախագահ Սարգսյանը ակնարկեց նաև, որ իշխանության փոխանցման համատեքստում եղել են նաև բանակցային հնարավորություններ նոր նշանակվող վարչապետին Կարեն Կարապետյանին, հա, նույն ձերբակալված պատգամավորներին ազատելու միջնորդություն եւ այլն, հա, սա էլ երկրորդ տարբերակ։ Երրորդ նախագահ Սարգսյանը ուղիղ չասաց, որ հա 100% ամեն ինչ ստացվելու էր, բայց ինքը ասաց, որ ինքը հավատում էր, շանս կար, որ կա հնարավորություն, որ Կարեն Կարապետյանը կկարողանա ընտրված հանրապետական խմբակցությունը, որպես այդպեսին եւ Կարեն Կարապետյանը տեխնացու կկարողանան պահել իշխանությունը 3 եւ ես ինձ թույլ կտամ մի զուգահեռ տանել, երբ նախագահ Սարգսյանին հարցրել էին Հայաստան-Վրաստան 18-ի Հայաստան եւ անցյալ եւ այս տարվա Վրաստանի իրադարձությունների զուգահեռներ, երբ նախագահը թվարկում էր պատճառները, որոնցով իր կարծիքով վրացական իշխանություններին հաջողվեց պահպանել իշխանությունը, ինքը նշեց, որ վրացական իշխող էլիտան շատ կուր էր։ Ես սա էլ կավելացնեի, հա, այս համատեքստի մեջ։ Հետևաբար առաջին, քանի որ ամբողջ շարժումը անձնապես ուղղված էր նախագահ Սարգսյանի դեմ քարոզչական մակարդակում, 1, երկրորդ, քանի որ փոխանցման հետ մեկտեղ նաև տրվել էր հնարավորություններ բանակցային որոշ առավելությունների, չեմ ասում ես իմ ինչ, բայց ամենայն դեպս ինչ որ գործիք է կա։ 3, որ արկային խնդիրներ, որոնց մասին նախագահ Սարգսյանը խոսեց, գուցե լիներ հնարավորություն, համենայն դեպս միանշանակ արկա էր շանս, որ Կարեն Կարապետյանին կհաջողվեր պահել իշխանությունը։ Իսկ սկզբանե քաղաքական տեխնոլոգիաներին եւ քաղաքագիտության որոշակի կանոնների տիրապետում եք։ Այո։ Այնուամենայնիվ Կարեն Կարապետյանը ռուսերեն խոսք է, խրամայա ուտկա։ Հայերենում դժվարանում եմ դա շատ ճիշտ եւ համապարփակ կերպով այո վիրավորական արտահայտություն է եկեք ձեռք մնալ։ Ես հասկանում եմ, որ նկատում եմ շատ թույլ իդիոմատիկ իմաստով եք ասել։ Խաղատախտակի վրա ինքը դարձել էր ամենաթույլ խաղացողներից կամ ֆիգուրներից մեկը այդ ժամանակ։ Այդտեղ ուժեղ ռասկլատ լինել չէր կարող։ Ինչպես պետք է ինքը պահեր իշխանություն։ Մի վարքան։ Մենք խոսում ենք եղած հնարավորությունների պարագայում։ Այդ վիճակում, երբ որ քաղաքական տեխնոլոգիաներով, միֆերով, խաբեությամբ, քարոզչությամբ, արդեն իսկ սերմանվել էր ատելություն, մարդկանց տների դեմոցույցեր էր եւ այլն, այդ պարագայում ուժեղ դիրք չի լինում։ Այսինքն դուք ասում եք ինքը վատ դիրքով էր սկսում խաղալ, դե այդ պարագայում ամենավատ դիրքով։ Բայց չէր կարող այլ կերպ լինել, հասկանում եք։ Այդ իրավիճակում լավ դիրք լիներ, հենա ամեն ինչ լավ լիներ։ Լավ, այդ դեպքում հիմա հայտարարել նրա մասին, որ ինքը շանս ուներ պահելու, ինչու է հայտարարվում։ Մարդկանց մոտ տպավորություն կա, մարդկանց մոտ ստեղծում է տպավորություն, որ Կարեն հեղափոխությունը փորձում են գցել Կարեն Կարապետյանի գրպանը։ Ոչ մեկի գրպանը չի գցում։ Այդ իշխանապողությունը եւ այդ ամենը մեր խորին համոզմամբ նախաձեռնվել է հատուկ վայրերում, հատուկ նպատակներով։ Մենք ի սկզբանե դեռ 18-ին ժողովուրդը չի արել, հատուկ վայրերում նախագծվել է։ Ես շատ ուշադիր եմ ընտրում բառերը։ Նախագծվել է, որից հետո խաբեությամբ
մեր ժողովրդին այս կամ այն կարող ենք այդ դեպքում պնդել ասել, որ մարդիկ կարող են լինել, կարող են պնդել ասել, որ լավ, այդ դեպքում ուրեմն Սերժ Սարգսյանն էլ էր այդ նախագծման մաս, երբ ինքը որոշեց իր խոստմանը չհետևել։ Նախագահ Սարգսյանը այդ նախագծը իր խոստմանը չհետևել եւ չհեռանալ իշխանությունից, այլ մնալ վարչապետ։ Դրան հեսա ես առանձին անդրադառնալու եմ, վստահ եմ, որ այդ հարցը տալու եք, բայց ավարտեմ միտքս, չթվա որ հուսափում եմ։ Նախագահ Սարգսյանը այդ նախագծի թիրախն էր։ Թիրախը։ Շարժումը իր բնույթով նախագծվել էր որպես հակաղարաբաղյան։ Մենք դրա մասին ասել ենք 18 թվականից հանրապետականներն։ Նախագահ Սարգսյանը այդ նախագծի դժոխային նախագծի թիրախն էր, հանկարծ որևէ մեկին չթվա, որ ես երբևէ կվիրավորեմ կամ մեղավոր կկարգեմ մեր ժողովրդին, ժողովուրդը սխալվել, մեղավոր լինել չի կարող, ժողովրդին խաբում են, մեղավոր են խաբողները։ Հիմա անդրադառնանք ձեր հարցին։ Նախագահ Սարգսյանը բացատրեց թե հավակնել բառը օգտագործելիս 15 թվականին սահմանադրական բառը 14 կամ 15 հստակ է հայտարարել հավակնել բառը այսքան տեղ չի թողել որոշակի տարակարծությունների հատուկ ինքը ասաց դա որ ինքը կարող էր ընտրել հավակնել բառի փոխարեն բառ որը միանշանակ կբացառեր դրա հնարավորությունը բայց գիտակցելով որ կարող են լինել իրադարձություններ որոնք խիստ կփոխեն առկա իրավիճակը իսկ այդ իրադարձությունները մենք եկեք հիշենք էլի քառորյա պատերազմ ՊՊՑ գնդի գրավում ու մի շարք այլ նաև նվազ կարևորությամբ, բայց ելի շատ էական ազդեցություն ունեցող իրադարձություններ։ Այդ ժամանակ կայացվել է որոշում հանրապետական կուսակցության, հանրապետական խմբակցության, հանրապետական գործադիր մարմնի կողմից առաջարկել նախագահին շարունակել բանակցային առաջին հերթին բանակցային գործընթացը, որովհետև այդ պահին հիմնական բանակցողի փոփոխությունը վերանանք անձերից կարող էր ունենալ շատ լուրջ հետևանքներ, ինչը մենք եւ տեսանք։ Եթե հեղափոխությունը, ինչպես դուք եք ասում, նախագծված էր դրսում, ապա այդ նախագիծը կյանքի կոչվեց կամ գործադրվեց շնորհիվ նրա, որ Սերժ Սարգսյանը չգնաց կամ չհետևեց իր խոստմանը, չհեռացավ իշխանությունից, մնաց վարչապետի պաշտոնում։ Դրա համար մարդկանց մոտ հարց է առաջանում։ Ինքն էլ է այդ նախագծի մաս։ Ոչ, իհարկե, ու հեսա ձեր հարցին ես կպատասխանեմ։ 1. Փոփոխված իրադարձությունների եւ փոփոխված պայմանների պարագայում, երբ որ արդեն ակնհայտ էր, որ նախագահ Սարգսյանի առաջադրումը որպես վարչապետի տեխնացու լավագույն լուծումն է բանակցային տեսանկյունից, այո, այդ առիթը խաղարկվեց, օգտագործվեց, բերվեց այդ երրորդ ժամկետ հասկացությունը, որը կապ չունի իրավական գործընթացների հետ եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ մի քայլ էլ անդին գնանք, ու էլի սա լինելու է իմ համեստ ենթադրությունը։ Իսկ չեք կարծում, որ նախագահ Սարգսյանը այդ օրերի ընթացքում մի քանի դրվագներով, ու վստահ եմ, որ դուք ռադիոտնից հարցնելու եք, մի քանի դրվագներով խափանեց այդ նախագիծը։ Իսկ գուցե հենց հաշվարկը այն էր, որ եթե ավելի վաղ ձերբակալվի Փաշինյանը կամ որևէ մեկը չնայած այդտեղ առանձնապես երևացող այլ առաջնորդներ համեմատելի չկար, շատ ավելի շուտ կնային իրադարձությունները կամ որ ամենաահավորն է գոնե գործողություններից ցուցարարների առաջնորդների տեսանելի էր, որ իրենք չեն խորշելու բռնի գործողություններից, չեն խորշելու արուն թափելուց։ Եվ ես կներեք կարծում եմ, որ հակառակը նախագահ Սարգսյանը այդ օրերին իր տարբեր որոշումներով հանգիստ, համբերատար որոշումներով կանխել է նախագիծը։ Ես իրավունք ունեմ տանելու մի զուգահեռ։ Երբ որ Երևանում թույլ տվեք ես ամեն դեպքում ահաբեկչություն բառը օգտագործեմ, էլի ահաբեկչությունը իրականացվել ՊՊՑ գնդի գրավումը։ Դա այդ ժամանակ իշխանությունները չօգտագործեցին իզարմանալից։ Գիտեմ, բայց պատասխանել է նախագահ, նորից կարծում եմ մեջ բերելու կարիք չկա, որ թե պատիժներն էին նույնը, թե ավելի խոցելի իրավական տեսանկյունից, հա, ամեն դեպքում քաղաքական զրույցում ինձ թվում է ես ազատ եմ դա օգտագործելու համար։ Այդ ժամանակ գիտեք ինչքան մարդ էր խորհուրդ տալի, պահանջում, անհապաղ ուժ կիրառել, կապ չունի քանի զոհ լինելու, նույն վայրկյանին գործողությամբ, օպերացիայով ճնշել այդ գործողությունը եւ այլն եւ այլն։ Բայց այդ ու շատ են դեպքերը, երբ նախագահ Սարգսյանի համբերատարության, սեփական իմիջը կամ սեփական PR-ը չկարևորելու ու սեփական անձի վրա կրելու այդ վնասաբեր բացասական
միֆերը ունակության շնորհիվ մենք խուսափել ենք շատ ու շատ կրիզիսներից։ Գուցե լեգիտիմության չստացվեց։ Գուցե լեգիտիմության խնդրով պայմանավորված եք խուսափել։ Լեգիտիմության մտածում եք կներեք 17-ին լեգիտիմությունը լուծված էր Չէ, 16-ի մասին է խոսքը, 16-ը երբ որ ասում եք։ Դրանից մի տարի հետո լուծվեց լեգիտիմությունը, եւս մեկ։ Դե այդ ժամանակ ուշ չկիրառվեց, որովհետև մարդիկ էին դուրս եկել եւ պաշտպանում էին հազարներով ՊՊՑ գունդը գրաված անձանց կամ խմբին։ Եկեք մի քանի դրույթ անենք, հա։ Մեկ, նախ ես վստահ եմ, որ այդ խումբը շատ ավելի մեծ ակնկալիքներ ուներ մեկ։ Երկրորդ, եկեք շատ կոնկրետացնենք, էլի, խմբի նպատակներն էր։ Ոչ թե որ մարդիկ հավաքվեն ու այնտեղ իրենց ներկայությամբ պաշտպանեն իրենց, այլ որպեսզի այդ մարդիկ հավաքվեն, ճեղքեն ոստիկանական շղթան, մտնեն ՊՊՑ գունդ, ներողություն, խավարտեմ, էլի, մտնեն ՊՊՑ գունդ, որտեղ ամենամեծ զինապահեսներից մեկն էր ոստիկանության եւ զինված ապստամբությունցան դա վերածվեր։ Եկեք ամեն դեպքում իրենց անուններով կոչենք, էլի, այդտեղ լեգիտիմություն։ Իմ հարցը ուրիշ բանի մասին էր։ Իմ հարցը մտավախությունը դա չէր, մտավախությունը զոհերից խուսափելն էր, պարոն Մոդեսյան։ Ես եւ դա նախագահն է ասել ոդկասթի ժամանակ եւ իրեն կարող էր ավելի մեծ զայրույթ լիներ, ավելի մեծ ցասում լիներ, հանրային սոցիալական պայթուն լիներ։ Շատ երկար իրար հետ վիճել, թե իր դրդապատճառները եղել են սոցիալական պայթունը, թե զոհերը, ես ասում եմ, որ իր դրդապատճառները եղել են զոհերը։ Շատ լավ, ասացիք Սերժ Սարգսյան եւս։ Որովհետեւ կներեք, ցանկացած իշխանություն, ցանկացած երկրում մեծ հաշվով ցանկացած խժդժություն կարող է ուժայինով լռեցնել։ Այստեղ խնդիրը այդ որոշման գնալ չգնալն է։ Սերժ Սարգսյան իր հարցազրույցում եւս խոսեց, դուք էլ ակնարկեցիք կառավարող թիմի կուր լինելու հանգամանքը, երբ որ խոսել էր էլիտայի, երբ որ խոսել էր վրացական, ուրեմն Վրաստանում տեղ ունեցած իրադարձությունների մասին անցած տարի։ Սերժ Սարգսյանի կառավարման թիմում, այսպես ասենք, ներսից դուր բացողը կամ թույլ կետերը որոնք էին կամ որ կառույցներն էին, ովքեր էին, տեսեք, որոնց վրա չկարողացավ հենվել նա։ Ես շատ ուզում եմ, որպեսզի այդ բոլոր հարցերի պատասխանները տալու ժամանակը գա։ Շատ եմ ուզում։ Վստահեցնում եմ ձեզ, շատ քիչ մարդ կա, ով ինձանից շատ է ուզում։ Բայց ես չէ, որ դրա մասին առաջինը պիտի խոսեմ։ Կարեն Կարապետյանը ուժեղ կետներ, թե թույլ։ Ես չէ, որ դրա մասին պիտի խոսեմ, բամատես։ Ես այդ ժամանակ թե չեմ եղել այդ թիմի մաս, որ ցավոք սրտի։ Չէ, բայց հաստատ խոսած կլինեք դրա մասին։ Ասում եմ, ես ունեմ որոշակի ծավալով ինֆորմացիա այդ իրադարձությունների մասին, բայց ես չէ, որ առաջինը պիտի դա հանրայնացնի։ Ներսից դուր բացողները եղել են։ Կարծում եմ նախագահ Սարգսյանը իր հարցազրույցում ակնարկելով, որ տարբերությունը, որ Հայաստանում ստացվեց, իսկ Վրաստանում չստացվեց, պատճառներից 3 կամ 4 պատճառ նշում, եթե մեկը նշում է էլիտայի կուր լինելը, դրանից կարելի է հետևություններ անել։ Այս թեմայով նորից եմ ասում, ես անդին գնալ, քան նախագահ Սարգսյանը հասցրել է ասել, կոռեկտ չեմ։ Տեսեք, լավ, 2017 թվականի ընտրություններից հետո, երբ նախագահ Սարգսյանը որոշեց այնուամենայնիվ չհետևել իր 2015 թվականին տված խոստմանը եւ գնալ այդ ձևակերպմանը նախագահը պատասխանել է։ Չէ, ես հիմա տալիս եմ հարցը ձեզ։ Գնալ ուրեմն վարչապետի պաշտոն, ստանձնել վարչապետի պաշտոնը, այնուամենայնիվ, եթե հարցը տանք հասարակ քաղաքացուն, ես կհասկանամ, որ ինքը կարող է ասել, օրինակ ես չէի պատկերացնում, որ կարող է լինել նման ընդվզում կամ չգիտեմ, ինչ որ նման պրոյեկտներ, ինչպես դուք եք ասում, նախագծվեն եւ դրանք իրագործվեն։ Բայց երբ խոսքը պետության ղեկավարի մասին է, որի ենթակայության տակ կա ԱԱԾ, որի ենթակայության տակ կան տարբեր ֆորմալ եւ ոչ ֆորմալ հնարավորություններ հանրային տրամադրությունները ստուգելու եւ հասկանալու, ինչ որ բան պետք է նախականխել թե ոչ, ես ես ուրեմն արդարացում կարող ենք ասել, դա չեմ հասկանում, հա։ Ինքը չգիտեր, որ երբ որ ինքը գնում է, ստանձնում է վարչապետի պաշտոնը եւ դրժում է իր խոստումը, կամ դրժել չասենք, չեմ, փոխում է իր խոստումը, չի կատարում իր խոստումը, դա սոցիալական պայթունի է բերելու։ Ամեն դեպքում ես պարտավոր եմ ասել, որ ինքը իր խոստումը ոչ դրժել է, ոչ էլ չի կատարել, ինքը ասել է մի բան, որ չի հավակնելու, փոփոխված իրադարձությունների համատեքստում ընդունել է հանրապետականի առաջարկը։ Քանի անգամ դուք դա ասեք, այդքան անգամ ես դա կարգել եմ։ Նա մեղավոր չի, հանրապետականն է մեղավոր։ Որտեղ մեղավորներ չեն կարող, փոփոխությունները աշխարհում հարափոխ իրականացվող պատերազմ ա եղել, այդ ընթացքում տերակտ ա եղել Երևանում ու այլ իրադարձություններ, նույն աչքով նայել չի կարելի, բայց սա մի ժամ կարող եք ասել։ Լավ, ամեն դեպքում նա չգիտեր, որ դա սոցիալական պայթունի է բերելու։ Եկեք մի քանի կետ անդրադարձնեմ։ Կետ համար առաջինը նախագահ Սարգսյանը դրա մասին խոսեց, որ իրեն տրամադրվող օպերատիվ տեղեկությունների իսկության հետ նույնիսկ կանխա
տեսումների հետ խնդիր չկա։ Հիշում եք ինքը մանրամասն ասաց, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն առանձին երկու կանխատեսում արեցին, թե մոտ քանի հոգի կլինի, մեկը 3 տիվներ, չի ասում 3+, մեկը 3-, բայց ճիշտ է եղել շրջակայքում, սա առաջին պնդումը, որ հատ առ հատ գնամ։ Երկրորդ դուք արդարացում բառը օգտագործեցիք այդ օրերին իրադարձությունների համար նախագահ Սարգսյանը եւ հանրապետականը արդարանալու ոչինչ չունի։ Հանրապետականը ունի իր սխալները կառավարման ընթացքում, բայց այդ օրերի համար արդարանալու ոչինչ չունի, սա երկուս։ Հիմա 3 հասկանանք, թե ինչն եմ ես կարևորելու, դուք կարող եք դրա հետ համաձայնվել, կարող եք չհամաձայնվել։ Ցանկացած փողոցային պայքար այս տարիների ընթացքում նաև հասցրել եմ այս կոմում լինել, հա դրանց։ Շատ էական է առաջնորդների եւ դա քշողների ամեն ինչի գնալու հատկանիշից։ Այսինքն իհարկե կանխատեսելի էր, որ լինելու են ընդվզումներ։ Նորից եմ ասում, հատուկ ծառայությունները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն ճիշտ կանխատեսում էին արա, թե մոտ քանի մարդ է մասնակցելու այդ ընդվզումներին։ Դրանց հետ աշխատելը, անգլերեն ասեմ, հա, handle անելը, կառավարելը, այսպես ասեմ, իշխանության տեսանկյունից, իրականացվելը ճիշտ, որովհետև աճը տենց բան չի վերջում հանգեց սխալ արդյունքի, որովհետև վերջում տեղի ունեցան աշխարհաքաղաքական որոշակի իրադարձային եւ վերաբերմունքի փոփոխություններ, որոնք բերեցին մարդկանց թվի աճին։ Մեկ, երկրորդ։ Որոնք են դրանք ինչ մասնախոսքը։ Էլի ես շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց տեսանելի էր, որ առկա է աշխարհաքաղաքական կոնսենսուս բառը չեմ սիրում օգտագործել ես, բայց բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները այս կամ այն կերպ տեղավորվեցին նոր իրականությունների մեջ եւ նույնիսկ կարողացան իրենց փայաբաժինը բարելավել, ավելացնել։ Իսկ դեմ չէին Սերժ Սարգսյանի հեռանալու։ Նորմալ ձևակերպում, կարող ենք այսպես անել։ Նորմալ է, կարող ենք այդպես։ Եթե իրենք աջակցեն Սերժ Սարգսյանին, ինչ էր անել Սերժ Սարգսյանը, դա ինչպես էր ուժեղացնել իր դիրքերը։ Ես գիտ ավարտեմ ու պատասխանեմ, հա, դրան ամեն դեպքում։ Եվ երկրորդը, եթե դու տեսնում ես, որ դիմացիններդ ամեն ինչի պատրաստ են, Երևան քաղաքի կենտրոնում արյուն թափել, ակնհայտ սադրիչ գործողությունների գնալ, որոնք նախաձեռնողը հասկանում է, որ վերջը վատա լինելու, դրա վերջը մեր հայրենակիցների, երկու կողմն էլ մեր հայրենակիցներն են։ Երկու կողմերից մեկը պիտի խոհեմություն դրսևորի։ Ու դրա համար ես միշտ ջղայնանում եմ, երբ որ այսօրվա կառավարիչները ասում են թավշյա անարյուն եւ այլն եւ այլն։ Իշխանապողությունների փողոցային ակցիաների անարյունությունը ցուցարարը չի որոշում կամ ցուցարարի առաջնորդը չի որոշում, դա կախված է իշխանություններից։ Եվ իշխանությունները այդ խոհեմությունը ունեցան։ Դա ճիշտ է, բայց ցուցարարները զենքով ու զրահներով դուրս չէին եկել փողոց։ Բաց ձեռքերով էին դուրս եկել։ Երբ որ ասում եք մարդիկ պատրաստ էին արյուն թափել։ Մի վայր, մենք հիմա լուրջ քննարկելու ենք, որ իրանք բաց ձեռքերով էին ու արյուն չէր կարող թափվել։ Երկուսը հասկանում ենք, չէ՞, զինված չէին։ Լուրջ ենք մենք դա քննարկում։ Այսինքն առանց բայց ոչ մի չի ասում, որ դա հայտնաբերվել է զենք, արմատուրաներ, չգիտեմ։ Ես ասացի զինված հեղափոխության փոր, հեղաշրջման փոր, ես դες բաց ասացի արյուն թափել, ես ուզում եմ հասկանալ ինչպես էին պատրաստ։ Կարող են իրականացվել այնպիսի սադրիչ գործողություններ, որի արդյունքում տեղի կունենա բախում, որի արդյունքում արյուն կթափվի։ Հասկանում եք, եթե մենք հիմա իջնենք ներքև Հյուսիսային պողոտայում, այնտեղ կանգնած են մեր ոստիկանները։ Շատ պրիմիտիվացնում եմ օրինակը, չէ՞։ Եթե մենք երկուսով հարձակվենք այդ ոստիկանի վրա, մենք զենք չունենք։ Բայց կարող ենք այնպես անել, որ վերջնարդյունքում հանկարծ արյուն Այնտեղ որևէ մեկը չի հարձակվել ոստիկանության վրա։ Չենք նույն բանն ենք, չէ՞ խոսում, որ պատրաստ էին իրականացնել սադրիչ գործողություններ եւ մենք դա գիտեինք։ Այդ թվում նաեւ դրա համար է տեղի ունեցել Մարիոթի հանդիպումը, որովհետեւ այսպիսի շփումից ավելի լավ այն էլ նախագահ Սարգսյանի անցած ուղու պարագայում։ Դու երբեք չես կարողանա հասկանալ դիմացինը ինչ է անում։ Մանավանդ որ դա իրանց կյանքում 3-րդ կամ 4-րդ հանդիպում։ Դուք ձեր համար հարցի պատասխան ունեք այդ Մարիոթի շփման հետ կապված։ Ես շատ լավ հիշում եմ։ Նախադասությունը, որը շատերը փորձում են ներկայացնել։ Չէ, դրա մասին չի խոսքը, դրա մասին չի խոսքը։ Այդ ժամանակ դրանից ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանվեց։ Համբերատար բանակցողը։ Եթե չեմ սխալվում, կամ գուցե դրանից ավելի շուտ, հա։ Ինչպես եղավ, որ համբերատար բանակցողը եկավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, ասեք եւ հունից դուրս եկավ։ Եվ լավ, 2-3 րոպեից ավել չհամբերեց։ Տեսեք, որովհետեւ
եւ չբանակցեց։ Էլի նորից իմ ընկալումն է։ Նախագահ Սարգսյանը իր ոդկասթի ընթացքում ասաց։ Ձեր ընկալման մասին եմ Այո, այդ եմ պատասխան, որ որպես այդպեսին այդտեղ բանակցությունը շատ ավելի երկրորդական էր, քան հասկանալ թե դիմացինը ինչին է ունակ։ Ու 3 րոպեն բավարար էր հասկանալու համար, որ դիմացինը ամեն ինչին ունակ է։ Եթե հիշեք ոնց է սկսել այդ բանակցությունը, երբ որ նախագահ Սարգսյանը նստում է եւ ասում է գովելի է, որ մենք նստել ենք բանակցության, Փաշինյանը դրան պատասխանում է, ձեզ երևի սխալ են փոխանցել, ես բանակցելու չեմ եկել, ես եկել եմ որպեսզի դուք ասեք, թե ոնց եք իշխանությունը անցնցում, փոխանցում, այդտեղ ինչ բանակցություն կարող է լինել։ Այսինքն ասել, որ նախագահ Սարգսյանը չբանակցեց, չէ, դիմացի կողմը ուլտիմատումով սկսեց։ Փաշինյանը դրանից ժամեր առաջ էր հայտարարել, որ մենք խոսելու ենք եւ դրա համար ես ինչեւ է ասեցի, որ ամենակարևոր կետը առաջնային նպատակը այդ հանդիպման ավելի շատ շոշափել բառը լավ բառ չի, բայց շատ է ցույց տալիս թե նպատակը որն էր։ Հասկանալ դիմացի կողմը արդյոք պատրաստ է արյունահեղության կամ ամեն ինչի պատրաստ է սատկել իշխանության համար։ Պարոն Մամջարյան, գիտեք, ինչն է շատ հաճախ նաև մարդկանց մոտ, որոնք մասնակցել են այդ հեղափոխությանը, զայրույթ առաջացնում, որ մեր նախորդ իշխանությունները իրենք կարծես խոսելով 2018 թվականի իրադարձությունների մասին ժողովրդին չդիտարկեն որպես սուբյեկտ եւ որպես որոշող գործոն եւ ասելով որ չգիտեմ Ռուսաստանն էր կազմակերպել, Ամերիկաներ, Արևմուտքներ, ինչ որ կենտրոններ էին, Սերժ Սարգսյանն ասում է ես պարտվել եմ ավելի հզոր ուժերի, քան թե երկրի ներսում։ Տպավորություն է, որ մարդկանց չեն ցանկանում տեսնել։ Ես հասկանում եմ, շնորհակալ եմ, որ այդ հարցը տալիս եք, որտեղ դա շատ վտանգավոր տպավորություն է։ Հակառակը ոչ թե սուբյեկտայնությունն ենք իջացնում կամ որպես որոշում կան, չէ։ Հակառակը այնքան ենք կարևորում մեր ժողովրդին, որ ընդունում ենք, որ ժողովուրդը հավաքական տեսանկյունից սխալվել, մեղավոր լինել չի կարող, չես կարող ասել, դե գիտես ինչ 18-ին տեսակ ինչ արեցիք, դե ես նեղացա գնացի, դա մեր մասին չի, դա նախագահ Սարգսյանի մասին չի։ Մենք համարում ենք, որ ժողովրդին խաբել են, ծրագրված, նպատակաուղղված, ունենալով վերջնարդյունքում Ղարաբաղը հանձնելու Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները հակառակ հունով գնալու նպատակը ժողովրդին խաբել են։ Իհարկե վերջնական գործողությունը, վերջնական իշխանությունը, վերջնական որոշիչ քայլը արել է ժողովուրդը, բայց խաբված լինելով։ Ով է ավելի շատ խաբել ժողովրդին ձեր կարծիքով, նրանք ովքեր եկել են իշխանության 2018 թվականի արդյունքում, թե նա ով 2015-ին ասում էր, որ ես չեմ հավակնելու իշխանության։ Մենք նորից անդրադառնում ենք նույնին, իհարկե խաբեություն չի կարող լինել 15-ի պարագայում, որովհետև դուք կարող եք ասել բարդ էր, դուք կարող եք ասել դա չէր ընկալվել, դուք կարող եք ասել, որ ժողովուրդը այլ կերպ էր ընկալել 15-ի ասածը։ Դուք կարող եք նույնիսկ նախադասություն կարդալ գիտեմ եւ ընկալել գիտեմ։ Պարոն Սարգսյանը հավակնել բառը նայում ենք։ Տեղ չի թողել, որ միակ բանը, որ կարող եք ինձ մեղադրել, կարող եք ասել հետեւյալը. ինչի 16 կամ 15 թվականներին այս բացատրությունը չի արվել։ Այդ կհասկանամ։ Բայց մնացած բոլորը խաբել եւ այլն տարբերակները ընդունելի չեն։ Հստակ եղել է հավակնել բառը, հանրապետականը 17 թվականի ընտրությունները, որոնց արդյունքները նույն Փաշինյանը ճանաչել է, ունեցել է մեծամասնություն, հավակնել նշանակում է ամեն կերպ ձգտել արմունկներով, վիզ դնել խոսակցական բառը։ Չեմ հավակնելու իշխան իսկ ինքը չի հավակնել այդ պաշտոնին, իրեն այդ առաջարկը արել է Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը եւ եթե չեմ սխալվում, հրապարակային առաջի անգամ դրա մասին խոսել է Կարեն Կարապետյանը երևի 18-ի սկզբին։ Այսինքն ես չեմ հավակնի, բայց ինձ առաջարկեք, ես կհամաձայնեմ։ Հաշվի առնելով այդ ընթացքում թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, պատերազմ, տերորիստական ակտ եւ աշխարհակահաղական որոշակի խնդիրներ, հաշվի առնելով այդ իրողությունների փոփոխությունները, այո, դա։ Եթե դուք հիմա ՀՀԿ-ում չլինեք եւ հասարակ քաղաքացի լինեիք, լսեիք Հայկ Մամիջանյանին կամ Սերժ Սարգսյանին, որ ասում է, ես չեմ հավակնում, բայց ինձ առաջարկել են, իրավիճակը փոխվել է, ես համաձայնել եմ։ Դուք հավատայիք այս խոսքերին։ Եթե ես հիմա ասեմ, որ ինչ-որ բանին չեմ հավակնում, ես ինքս որևէ գործողություն չանեմ դա ստանալու համար։ Մեկ կամ ինչ մեկ, բայց բերեն ինձ մատուցեն 3 տարվա ընթացքում տեղի ունենա տերորիստական ակտ, տեղի ունենա պատերազմ, տեղի ունենա բանակցային գործընթացում մի կետ, որում հիմնական բանակցողի փոփոխությունը աղետի է բերում, ինչպես եւ եղավ, այո, ես կարողանամ հասկանալ որոշման կայացման տրամադրությունը։ Բանակցային գործընթացում կետը պարոն Սարգսյանի հայտարարությամբ այն էր, որ բանակցությունները կանգնեցված են, դադարեցված են այս պահին։
Եվ Ադրբեջանի հավակնությունները անիրատեսական են։ Այո, եւ այսուհետ պետք է մենք դադարենք հուսալ, որ Ադրբեջանը չի գնա ռազմական լուծման։ Ասեք չի ասել ժողովրդին։ Դուք ես կարող եմ ընկալել, եթե ու համաձայն եմ դրա հետ, որ ես մոտավորապես արտաբերեցի իր խոսքերը։ Այնտեղ բարերը էական է, բայց կարևոր չէ։ Ես էլի ընդունում եմ այն փաստը, որ այդ ամենը կարելի էր ասել մինչև 18, որ կարելի էր նաև այդ որոշումը բացատրել մինչև 18, բայց դեռ մենք բազմիցս ասել ենք, որ մեր շփումը, այսինքն ուղղաձիգ շփումը պետություն քաղաքացիներ կարող էր շատ ավելի բաց լինել, բայց հարցին պատասխանեմ էլի ամեն դեպքում։ Մենք այդ խոսքերով նախագահ Սարգսյանը չի ասել, որ տարբերակ չկար։ Այդպիսի կետեր բանակցային գործընթացում շատ են եղել, երբ եղել է փակուղի, երբ Ադրբեջանը սկսել է իրեն պահել ոչ կառուցողական, երբ Ադրբեջանը այնպիսի հավակնություններ եղել ունեցել, որոնք ինչ-որ պահի աբսուրդ են եղել։ Բայց այստեղ երկու շատ կարևոր կետ կա։ Մեկ, այդպիսի դեպքեր շատ են եղել եւ դրանք հետո հարթվել են, չեմ ասում լավ արդյունքի չենք հասել, բայց ամեն դեպս հարթվել են։ Եվ երկրորդ, Հայաստանը երբևէ նախագահ Սարգսյանի կառավարման օրոք չի բանակցել Ադրբեջանի հետ։ Մենք միշտ բանակցել ենք միջազգային հանրության հետ, որը պիտի գուցե դա է պրոբլեմը։ Չէ, որովհետև հիմա տեսնում ենք թե ինչ անում եւ կողմը Ադրբեջանի հետ պետք է բանակցել։ Եթե կոնֆլիկտի կողմերով գրանք Հայաստանը կոնֆլիկտի կողմ չի առհասարակ, հա, ամեն դեպքում զգուշ լինենք, բայց հիմա տեսնում ենք ինչա տեղի ունենում, երբ որ ուղիղ Ադրբեջանի հետ ես բանակցում։ Այդ պատկերացումները մեր որքան են իրատեսական, մենք ոչ թե Ադրբեջանի հետ ենք բանակցում, որի հետ ունենք կոնֆլիկտ, այլ բանակցում ենք ԵՌ-նախագահության հետ, որոնք պետք է ինչ որ լուծում պարտադրեն Ադրբեջանին։ Եթե իրենք 20-25 տարվա ընթացքում չեն կարողացել որևէ լուծում պարտադրել, ինչու պետք է հիմա պարտադրեին։ Մտածեմ կարող է 50 տարանոց տենց կոնֆլիկտներ ասեմ։ Այդ բացարձակ բան չի էլի, կռվան չի, որ 25 տարին անցավ, 25 տարին անցավ եւ 25 տարի այնտեղ ապրում էին հայեր, ունեին բոլոր պետական ինստիտուտները, հարաբերականորեն ինչքան էս բարագայում կարող էր անվտանգություն լինել, անվտանգություն էր, ես եւ դուք էլ գնում էինք Ղազանչեցուցում մոմ էինք վառում, այդ զուգահեռը տեղին չի։ Ես ուզում եմ բանը հասկանալ, տրամաբանությունը հասկանալ, ինչու չբանը, ինչ բացատրեմ։ Մեր դեպքում ինչու էր հանդիպում Ալիևի հետ։ Դե նշանակում ինչու էր հանդիպում, բարձ այդ հանդիպումների ընթացքում բան էր, բայց ներգործության տեսանկյունից դու չես կարողանա դա համոզել, հասկանու՞մ ես։ Նույնիսկ Չէ, Ալիևի հետ պետք է վերջի պայմանավորվես, չէ։ Հա, բայց այդ պայմանավորվածությունը ոչ թե Ռուսաստանի, Ամերիկայի կամ Ֆրանսիայի։ Բացարձակ վերացած օրինակ եմ բերում։ Բացարձակ ոչ մի զուգահեռ չկա տալու վերցնելու եւ այլն, բայց նույնիսկ պետությունը կամ բանկը, երբ որ իմ եւ ձեր հետ խնդիր ունի, ինչ որ բան չենք վերադարձրել, նորից եմ ասում, ոչ մի կապ չունի, հա, վերադարձման օկուպացիա տարբերակները չգնահատեն։ Նույնիսկ պետությունը, նույնիսկ բանկը ուղիղ մեր հետ չեն առնչվում։ Իրանք գնում են հարկադիր կամ գնում են հաշտարար ու իր միջոցով են դա անում, որովհետեւ երբ որ կոնֆլիկտի երկու կողմերը իրար հետ ուղիղ սկսում են հարաբերվել, դրանից շատ հազվադեպ դեպքերում այն ինչ որ դրական արդյունք լինում։ Հաշվի առնելով ուժերի տարբերությունը, հաղթող պարտվող եւ այլն եւ այլն եւ այլն։ Իսկ թե ինչու էր դա ճիշտ, ցույց է տվել ժամանակը։ 18 թվականից հետո Փաշինյանը ինքնորոշման իրավունք եզրույթը շատ քիչ էր օգտագործում, մի պահից առհասարակ վերացավ, դառավ ինչ որ ամորֆ իրավունքներ, ազատություններ, արդարություն եւ այլն։ Անվտանգության ապահովում։ Այո, բայց դրանից քանի տարի է գալի 7 տարի, 6 տարի, 5 տարի հետո, նույնիսկ պատերազմից հետո Ամերիկան, Ռուսաստանը, Եվրոպական միությունը, Կանադան, Գերմանիան առանձին տարբեր մակարդակներով նախագահ, կանցլեր, դեսպան, արտաքին պատասխանատու, պաշտոնական հայտարարություն, պատերազմից հետո, Տոսկի բանը, օգոստոսի 8-ից հետո մեկը շարունակում են օգտագործել ինքնորոշման իրավունք եզրույթը որպես սկզբունք։ Այ դրա համար միջազգային հանրության հետ բանակցելը ճիշտ է, որովհետև այդ ամենը ֆիքսվում է, մնում է, սեպայի մեջ ընդունվում է պարլամենտների կողմից, ընդունվում է որպես բանաձևեր, ընդունվում է ՀՀԿ դեպոզիտարիայում։ Էլի նույնն եք ասում, նորից մեկ կոնֆլիկտներ կան, որոնք տասնամյակներ են այդպես շարունակել։ Առաջին, երկրորդ, ես ձեր հարցը կհասկանայի, խնդրում եմ ճիշտ բան անել, էլ չեմ թիրախավորում։ Եթե էսա լիներ, այս քննարկումը լիներ ադրբեջանական կողմում, այսինքն ադրբեջանական կողմը ասեր 25 տարի անցել է, կոնֆլիկտը չի լուծվել, այդ հողում հայեր են։ Բայց մենք հայերովս, այո, կարող ենք ասել, այո 25 տարի։ Այսինքն մեր խնդիրը ոչ թե լուծումն էր, պրոլոնգացիան էր։ Ոչ, բացարձակ, խնդիրը լուծման հասնել էր, բայց այն փաստը, որ այնտեղ ապրում էին հայեր, կար պետականություն, ինստիտուտները աշխատում էին եւ արկա էր այդ պարագայում հնարավոր ամենաբարձր անվտանգության մակարդակը, կարծում եմ արդյունք է, որ հիմա մենք երազել չենք կարող այդ արդյունքի մասին։ Լավ, վերջին հարցը։ Պարոն Մամեջանյան,
Եթե Սերժ Սարգսյանը այն ամենայնիվ 2018 թվականին չառաջադրվեր վարչապետի պաշտոնում եւ չընդուներ, չգիտեմ, առաջարկել չլիներ եւ այլ, ինչպես ասել էր, այնպես էլ գնար առաջ։ 2018 թվականի իրադարձությունները կլինեին։ Տեսեք, դուք ինչ շատ բարդ կատության մեջ եք դրում այդ հարցով։ Ինչու՞։ Որովհետեւ պետք է դեմ խոսեք Սերժ Չէ, Սարգսյանին։ բացարձակ։ Ես Ասեք։ Որովհետեւ բացառապես ներքաղաքական հարթության մեջ, եթե մենք ամեն ինչ անջատենք, Ղարաբաղյան հակամարտություն անջատենք, սահմանային լարվածություն անջատենք եւ այլն, դնենք զուտ իշխանության պահպանման, հանրապետականի համար իշխանության պահպանման տեսանկյունից, ես ձեր հարցին կպատասխանել կկարողանայի, բայց երբ որ ես չգիտեմ, թե դրա հետևանքով Ղարաբաղյան հակամարտության հետ բանակցային գործընթացի հետ ինչ կկատարվեր, աշխարհակաղակական տեսանկյունից ինչ Կարեն Կարապետյանը կբանակցվեր։ Դե բայց ես այդ եթեով ոնց պատասխանեմ դրա։ Ես չգիտեմ ինչ կլիներ այդ բարակը։ Հետևաբար ես չեմ կարող պատասխանել այդ հարցին պարզ պատճառով, որովհետև դե կարող եմ տեսնելով նախորդ 10 տարիների բանակցությունները, առնվազն կպահպանվեր նույն տրամաբանությունը։ Ու Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթը 20 թվականի հունվարին Փաշինյանը կապան իր հարցազրույցում ասել է, խոսքով էլի այդտեղ շատ քննարկել։ Չէ, նկատում եմ, երբ որ դուք ասում եք Սերժ Սարգսյանը, դրա համար ասում եմ, ես հասկացել եմ ձեր հարցը, կամ լավ է կառավարել բանակցային գործընթացը կամ սահմանային իրավիճակը, մենք եթե 10 տարիները դիտարկենք, այդ ընթացքում էսկալացիայի շատ կտրուկ աճ է տեղի ունեցել սահմանին, սնայպերային պատերազմները վերածվել են տանկային գրոհների, այսինքն տանկերով են սկսել կրակել, առաջին անգամ ուղղաթիռ է խոցվել եւ առաջին անգամ պատերազմական գործողությունները թվարկեմ։ Այդ պատերազմական գործողությունները ավարտվել են, այո, այդ պատերազմական գործողությունները ավարտվել են հայկական կողմի հաղթանակով։ Ուղղաթիռի դիպվածի հետ կապված ողբերգությունը չի քննարկվում, բայց հենց նույն ժամանակ երևում է պետության վերաբերմունքը զինվորին։ Մեր տղերքի աճյունները չեզոք գոտուց դուրս բերելու համար իրականացվել է փայլուն օպերացիա բանակային սպեցի կողմից, ուղղակի փայլուն։ Եվ ամենակարևորը, ցանկացած սահմանին կանգնած մեր հերոս տղեն, ում անվերջ շնորհակալ ենք ու չի քննարկվում, գիտեր, որ գործում է 1-ին 10 կանոնը։ Ու այդ կանոնը ոսկե կանոն էր, որ իրանց մեկ մեր վնասին պատասխանը անհամաչափ է լինում եւ դա քննարկելու բան չի, դա այդպես էլ եղել է։ Հիմա ձեր հարցին ամեն դեպքում փորձեմ պատասխանել։ Ձեր հարցի խնդրեմը կայանում է նրանում, ոչ թե որ ես չեմ կարող այդ ուղղությամբ տանել, ոչ թե որ դա եթեյով հարց է, այլ որովհետև այն ինչի պատասխանը լինելու է, այսինքն հանրապետական իշխանությունը պահեր, այնքան անկարևոր է մեր համար։ Չէ, որ դուք ասում եք, լավ է կառավարել իրավիճակը, ճիշտ կլիներ իր մնալ, ես նկատի ունեմ, որ այդ ընթացքում էսկալացիայի սրությունը կտրուկ աճել է եւ աճել է ոչ թե Ադրբեջանի ոչ թե Հայաստանի նախաձեռնությամբ, պարզ է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։ Եվ դրա պատասխանները ես հենց նոր ձեզ թվարկեցի։ Այսինքն ձեր առաջարկն է, որ նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում մեր հարևանը ագրեսոր Ադրբեջանն էր, հա, որը փոխել էր քաղաքականության ոճը, այո, բայց նախագահ Սարգսյանը պատասխանատու է դրան հակընդդեմ գործողությունների համար, որոնք ես ձեզ թվարկեցի հենց։ Պատերազմը Նիկոլ Փաշինյանի գործողությունների արտաքին եւ ներքին քարորիա պատերազմի դեպքում գործողությունների արդյունքներ։ Քարորիա պատերազմը փորձ էր Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու, որին միջազգային հանրությունը տվեց շատ։ Ես չեմ մտնել այդ դաշտի մեջ։ Ես ոչ չեմ մտնել, ոչ չեմ պատասխանում, չեմ մտնում այդ դաշտի մեջ։ Քարորիա պատերազմի հետագա զարգացումները հետեւյալն էին։ Մինսկի խումբը ներառյալ Թուրքիան դատապարտում են ագրեսորի գործողությունները եւ երկրորդ Մինսկի Թուրքիան առանձին շտապեց պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը։ Մի վարքան, ներողություն, այս շատ կարևոր կետ է, սա համանախագահության մասին է, այո։ Մինսկի խումբը որպես ամբողջություն, որի մասա կազմում Թուրքիան, իսկ չի հետաքրքրում իր պատգամավորները ընդ ինչ են ասել։ Մինսկի խումբը որպես ամբողջություն դատապարտել է, որի մեջ աջակցել Ադրբեջանին։ Ես իմ ասացի մեջ շատ ճշգրիտ էի։ Մինսկի խումբը որպես ամբողջություն, որի մասա կազմում Թուրքիան։ Եվ երկրորդ, դրանից հետո ընդունվում է Վիեննա եւ Սանկտ Պետերբուրգ, որը մեր զինվորների կյանքերը փրկելու ուղղված դիվանագիտական հաջողություն էր։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Սիվիլյանտ տաղավարում ես զրուցեցի Հայկ Մամիջանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։